Գար դուրը բացել տանը բացվում է, չի բացվում։ Մեր հայազգը առանց հավատքի չի կարող ապրել։ Սարդարաբադի ճակատամարտը անգամ որ սկսվեց, հավատքի հիման վրա եղավ։ Արամ Մանուկյանով, մեր հերոսներով, մեր պարագլուխներով։ Հիմա ես կուզեմ ասել, որ հաջորդը այսօր դրությամբ էսես, սպիտակ, մանուշակագույն եւ այլ գույներ լրիվ պետք է հանենք մի կողմ, հանուն մեր հավատքի միաձուլվենք, միասնական ազդառնանք։ Միասնությամբ մենք կարող ենք հասնել ամեն ինչի։ Ստեղ Ալիև, մյուս կապ չունի։ Մենք ունենք հայկական սովորույթ, ազատներ, ժողովրդական լեզվով ասած։ Մենք պետք է գնանք մեր ազատներով։ Եթե չգնացինք, վաղն էլ կործանում ասվածում։ Քանի որ տեղական իշխանությունները կամակատարություն են անում ընդդեմ հայության։ Ես մեծ հաճույքով կմտնեի, բայց քանի որ փագա ես դուրս ջարդող չեմ։ Մենք դեռ հեղափոխություն չենք անում, ոչ ես դռներն ենք ջարդում, ոչ էլ կառավարական։ Մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը։ Նիկոլը այնքան պետք է խելացի լինի, գոնե ինքը իր մասին անձամբ չի մտածում, թող մտածի իր երեխաների մասին։ Քանի որ մենք բիսկը դրողած չենք, քաղաքակիր ձև ենք էլի բացատրում։ Հրաժարական տա վերջանա գնահարես ինչ անով, ուր եմ ես հասնելու։ Լրիվ կործան նորից ասկին ցեղասպանություն եղավ։ Արցախում եղավ ցեղասպանություն, ոչ թե էթնիկ զտում որ շատերին ասում, այլ ցեղասպանություն։ Տեղահանվեցին է ժողովուրդը։ Իրանց կամքով չեն եկել Հայաստան, որ հիմա էլ Եվրոպաներն միաժամանակ 20,000 գնացել են Եվրոպա։ Ականատես չէ, չեմ կարող խաբել, ես չեմ տեսել ոնց են մտել, ոնց փարեն տարել են, մեր տեր փարեն ոնց են տարել, բայց ես լսելով հանդերձ իմացա, որ ներկայումս տղաները պատմեցին, որ փարեն տարել են։ Ինչ հիման վրա են տարել, ինչի համար են տարել, արդեն պարզ է ինձ։ Բոլորիս է պարզ։ Եկեղեցուն հետապնդում են։ Եկեղեցուն հետապնդում են ստոր ձևով, կատարելով Ալիևի հրամանները, Մոլլի հրամանները։ Այդ Կովկասյան Մոլլեն որ կա։ Մարտին Ղարաբեկյան։ Մարտին Ղարաբեկյան։ Դուք ստեղ աշխատում։ Ես ասկեն աշտարակում եմ ծնվել, 73 տարեկան եմ, պայստային եմ, գեներալ լեյտենանտ եմ, մահապարտներ եմ։ Այո, Facebook-ում էլ կարող գտնել տեսնել։ Հարցնանում եմ, ես գիտել եմ, Դուրս չեն եկել, չէ՞ հələ։